Հանրային տրանսպորտի ուղևորցի թերհավաքագրումների պատճառով Երևանի քաղաքապետարանն այս տարի չի կարող գնել պլանավորված 45 նոր տրոլեյբուսներից առնվազն 30-ը, հայտարարում է քաղաքապետարանը։ Չնայած թանկացումներին, շարժակազմի խնդիրն այս տարի չի լուծվի։ Թերհավաքագրումները բերել է նրան, որ այդ գումարը որպես այդպեսին չկա, եւ հետեւապես այդ 30 նոր տրոլեյբուսները, որը որ պետքա լիներ 45-ի մեջ, արդեն 30-ը դուրս է եկել ցանկից։ Այն, որ թանկացումից հետո նախատեսվածից պակաս գումար է հավաքվում, քաղաքապետարանը վերջերս էր ընդունել, ակնարկելով, որ դրա հետևանքները հենց երևանցիներն են զգալու։ Այսօր արդեն քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն ուղիղ ասաց, շարժակազմը համալրել ի վիճակի չեն։ Տրանսպորտային բարեփոխումները փաստորեն տեղում դոփում են։ Պարտաճանաչ վճարող քաղաքացիները դեռ ստիպված կլինեն կանգառներում երկար ավտոբուս սպասել, օրվա պիկ ժամերին էլ երթևեկել գերբեռնված մեքենաներով։ Նման տեմպերով եթե շարունակվի հավաքագրումները, չի բացառվում, որ այդ 15 տրոլեյբուսներ Երևանի քաղաքապետարանը չկարողանա ձեռք բերի, ինչը մեր գործընկերներին, ընդդիմադիր գործընկերներին հերթական առիթ է իհարկե կտա ասելու, որ տեսեք, հայտարարեցին 45-ը, բայց ոչ այն 30-ը բերեցին, ոչ 15-ն են կարողանալու բերել։ Տրանսպորտի ուղևորցը փետրվարին 50%-ով թանկացավ, տրոլեյբուսների դեպքում թանկացումը եռակի էր 50-ից 150 դրամ։ Թանկացումների առաջին շրջանը բողոքի ակցիաներով ուղեկցվեց։ Ընդդիմադիրները հորդորում էին չվճարել թանկացած տրանսպորտի համար։ Որոշ ժամանակ անց այդ ակցիաներն ավարտվեցին, բայց պլանավորված մուտքերն ապահովելու խնդիրը փաստորեն չլուծվեց։ Շաբաթներ առաջ թվերել հնչեցրին։ Տարվա առաջին 4 ամիսների համար նախատեսվածից մոտ $6 միլիոն պակաս է փոխանցվել քաղաքային բյուջե։ Այս ընթացքում տարբեր միջադեպեր գրանցվեցին վճարել պահանջող վարորդների ու ուղևորների միջև։ Քիչ չէին նաև դժգոհությունները համակարգը սպասարկող Telcel ընկերությունից։ Ամիսներ անց էլ տեխնիկական խնդիրներ են ծագում, օրինակ քարտից վճարումն է մերժվում։ Չվճարումները բերել է, այսպես ասած, բյուջեի տեսանկյունից որոշակի խնդիրների եւ Երևանի քաղաքապետարանը չի պատրաստվում էլի այլ ոլորտից, պայմանական հանրակրթության ոլորտից գումար պայմանական կտրի եւ ներդնի հասարակական տրանսպորտի մեջ։ Տարիքս առած ես չեմ վճարում, վարորդները ասում են պետք չի։ Քաղաքացիներն արձագանքում են մեղադրանքներին, այս ամենի մասին պետք է ավելի շուտ մտածել։ Ճիշտ է, սկզբից ամեն ինչը ճիշտ կազմակերպել անել, որ այս վիճակի մեջ չհայտնվեին։ Տեսնում են, որ չեն վճարում։ Հսկում չկա, երեխեքն էլ չեն վճարում։ Հսկողություն, կոնտրոլ չկա, էլի, կարող չես կարող ասես, ով վճարեց, ով չվճարեց։ Չեմ էլ հասկանում այս սիստեմը։ Չեսնկավարա չեմ հասկանում։ Մի անգամ են կողմից առել եմ, չի տվել։ Զանգել եմ, ասում ինչ ասեց, ու կարուշը լավ չհասկացա ինչ, բայց պետքա քարտին ասի ես ձեր տեղի քարտ չունեմ։ Այտենց է կորավ գնաց։ Քաղաքապետարանը հայտարարում է, չվճարողները պետք է տուգանվեն։ Անցած ամիսներին օրենսդրական փոփոխությունների նախագիծ մշակեցին, խորհրդարան բերեցին, այն ազգային ժողովի նիստերի օրակարգ մտավ, բայց այդպես էլ չքննարկվեց։ Կառավարությունից պարզաբանեցին, դրա մշակման կարիք կա։ Առաջարկում են տրանսպորտի համար չվճարող քաղաքացիներին տուգանել 10,000 դրամով, իսկ եթե արտոնություն ունեցող քաղաքացու զեղչված կամ անվճար փաթեթով այլանց երթևեկի, տուգանքի չափն էլ ավելի մեծ կլինի 15,000 դրամ։ Թե երբ կքննարկվի այս նախագիծը, դեռ պարզ չէ։